հարցս նախարար Արադ Միրզոյանին է։ Դուք նշում եք, որ բոլոր հանդիպումների եւ միջազգային այս հարթակներում այցերի ընթացքում բարձրացնում եք գերիների հարցը եւ փորձում եք լուծումներ գտնել։ Վերջին շրջանում բավականին ակտիվ էիք միջազգային հարթակներում հանդիպումներում, ինչ նորություններ կարող եք ասել եւ այլ երկրների միջոցով որքանով է հավանական տեղեկություններ ստանալ գերիների մասին ձեզ համար թեկուզ։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, իսկապես հաստատված խաղաղության պայմաններում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք են զգում եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում, լուծված չեն ըստ էության այս պահի դրությամբ, եւ հենց դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ազատ արձակման հարցն է։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Ինչպես եւ միշտ այս պահի եւս ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը եւ բառացիորեն երեք նաև Շարմ ալ-Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Այնպես որ հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ Երրորդ երկրների մասնակցությունը հատկապես պատանդարված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում իհարկե կարևոր է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը Ադրբեջանում, իսկ գիտեք, որ մեր աշխատանքները այդ առումով, այդ ուղղությամբ հիմնականում այս խողովակով էին արվում, եւ այժմ այո, այդ հարցը եւս շատ արդիական է եւ այդ բացը որևէ կերպ պետք է փորձենք լրացնել։ Իսկ առհասարակ այս թեմայի համատեքստում ուզում եմ ասել, որ մեր աշխատանքները չեն բացառում անշուշտ եւ հարցը մշտապես արկա է երրորդ երկրների հետ մեր շփումների ընթացքում, բայց առաջնային խողովակը դրանք Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են այնուամենայնիվ։ Կարծում եմ սա էլ կարևոր հանգամանք է։ Մյուս հարցը Նարեկ Կիրակոսյան, Ֆակտոր։ Շնորհակալություն